Բարև ձեզ սիրելի ունկնդիրներ, ես Օֆելիա Կամավոսյանն եմ, հանրային ռադիոյի եթերում կրկին երկրորդ շնչառությունն է, առաջին հայկական մեդիա նախագիծը նախատեսված ավագ սերնդի ներկայացուցիչների համար։ Մենք անդրադառնում ենք 60 եւ ավելի տարեկան անձանց հուզող բոլոր թեմաներին՝ աշխատանքային իրավունք, վաստակած հանգիստ, հոբբիներ, առողջական հարցեր։ Հաղորդման շրջանակում ներկայացնում ենք նաև այն կազմակերպություններին եւ ծրագրերը, որոնք առնչվում են ավագ սերնդին, այնպես որ նորթափ եւ երկրորդ շնչառություն վերցրեք, այսօրվա մեր հաղորդումը փոքր-ինչ տոնական է, ես հյուրընկալել եմ իմ գործընկերներին, նրանք ներկայացնում են Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպությունը, Արտաշատի եւ Գյումրու սրճարանների, հիշողության սրճարանների համակարգողներն են եւ մեր հանդիպան առիթը նաեւ այն է, որ մեր կազմակերպությունը Ալցհեյմերի խնամք Հայաստանը արդեն այս տարի տոնում է Հայաստանում գործունեության 8-րդ տարին։ Բարի օր ձեզ, շնորհակալ եմ, որ մեր այս հանդիպումն էլ տաղավարում կայացավ։ Ողջույն Օֆելիա ջան, շնորհակալություն հրավերի համար։ Ողջույն Օֆելիա ջան, շնորհակալություն հրավերի համար։ Արմենուհի, ասացեք, խնդրեմ, թե այս պահին Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպությունը որ մարզերում է գործունեություն ծավալում եւ հիմնականում ինչ աշխատանքների մասին է խոսքը։ Ալցհեյմերի խնամք Հայաստան կազմակերպությունը իր երկու ծրագրերը հիշողության սրճարանը եւ աջակցության սրճարանները իրականացնում է Վանաձորում, Գյումրիում, Էջմիածնում, Արարատում, Աբովյանում եւ երկու սրճարաններ հենց մայրաքաղաք Երևանում։ Մեկը մեր տեղացիների համար, մյուսը մեր Արցախի հայրենակիցների համար։ Տեղացիների եւ Արցախի մեր հայրենակիցների համար, բայց նրանք արդեն ինտեգրվել են, եթե չեմ սխալվում, հենց Գյումրիում մի ընդհանուր խմբում են եւ արդեն լիարժեք ինտեգրված, մերված իրար հետ է։ Այո, Գյումրիում ինտեգրված մեկ խմբում ենք մենք ներկապային հանդիսանում, բայց ինչու եմ առանձնացնում, քանի որ երկու խմբակներ են գործում նույն Երևանում։ Ունենք հիշողության սրճարան, որը գործում է լոֆտում, եւ ունենք առանձին աջակցության սրճարան հենց զուտ արցախցիների համար։ Լուսնե, Արարատի խումբը մեզ համար կարևոր էր, որովհետև առաջին անգամ էր այդ քաղաքում, որտեղ նաև շատ հանգրվանել էին Արցախից եկած մեր հայրենակիցները։ Ինչպես սկսեցիք խումբը, արդյոք դժվարությունների հանդիպեցիք, հեշտ եկան։ Նախ պատասխանատվությունն էր շատ մեծ նման խումբ վարելու եւ այդպիսի դժվարությունների միջով անցած տարեցների հետ աշխատանքն իրականացնելու։ Խմբի հավաքագրումը իրականացրել եմ քաղաքապետարանի հետ համագործակցելով, իրենք մեծ ուրախությամբ տվյալներ են փոխանցել, որը ինձ թույլ տվեց ես հավաքագրեմ Արցախի տարեցներին, որոնք մեծ ուրախությամբ մասնակցում են։ Ունենք տարեցներ, ովքեր 1-2 հանդիպում եկել են եւ իրենց հոգեկան դժվարությունները, հոգեբանական խնդիրները թույլ չտվեցին հաջորդ թիվ ունենալ այդ հանդիպումները, բայց մենք փորձում ենք ամեն գնով իրենց նորից ետ բերել Արցախի մեր սրճարանը, քանի որ գիտենք, որ այդ 2 ժամվա հանդիպումը շատ մեծ ազդեցություն է ունենալու իրենց հենց հոգեբանական որոշակի բարդություններ, խնդիրներ ձերբազատվելու համար։ Ինչպես են իրենց դրսևորում, պատմում են անցածից, փակ են ավելի, բացվում են, պատմում են, թե ուղղակի փակ են չեն ցույց տալիս անգամ էմոցիաները։ Իրենք ամեն գնով փորձում են ուժեղ լինել, քանի որ դա հատուկ է Արցախի ժողովրդին, փորձում են ամեն գնով իրենց ուժեղ դրսևորել, ուժեղ ցույց տալ, շատ քիչ են խոսում իրենց խնդիրների մասին, բայց երբ որ պահ է լինում եւ սկսում են խոսել, շատ հուզումնառատ դեպքեր են ունենում։ Այդ պատճառով հաճախ չեմ ուզում որպես խմբավար այդ կողմը բացել, որովհետեւ այս 2 ժամվա ընթացքում փորձում ենք այնպես որպեսզի տարեցներն ունենան մի փոքր հանգստություն իրենց խոսքում, հույզերում, գոնե կտրվեն, որովհետև առօրյա կյանքում անդադ բախվում են կորստի ցավի հետ։ Կարծես թե 24/7 ռեժիմով իրենք միայն մտածում են կորստների մասին, միայն մտածում են թե ինչպես գոյատևեն, իրենց ընտանիքը ինչպես պաշտպանեն այլ փորձություններից, իսկ այդ 2 ժամվա ընթացքում, քանի որ հենց տարիքակիցներ են իրար, ճանաչում են մեկը մյուսին կամ չեն ճանաչում, նոր են ծանոթություն հաստատում, հենց այդ 2 ժամը իրենց բարբառով խոսելը միայն եթե անգամ իմ աշխատանքը չլինի, մեծ ազդեցություն կունենա իրենց համար։ Անդրադառնալով աշխատանքի մեթոդներին եւ եղանակներին, ես գիտեմ, որ ամենաուրախը Գյումրի ակումբում են օրերն անցնում, ինչպես է դա ձեզ հաջողում, գյումրեցիներից է բնորոշ այդ ուրախությունը, կենսուրախությունը, հումորի զգացումը, թե
հատուկ մեթոդներ եք կիրառում։ Երեք հենց մեր հանդիպման թեման ես եւ Գյումրիս, երբ որ մասնակիցներին ասեցի ամենաբնորոշը որն է գյումրեցիներին, ասեցին հումորով ենք մենք։ Այսինքն շատ հարցերում նաև օգնում է մեզ հումորը։ Բայց կիրառում ենք տարբեր մեթոդներ, հիմնականում աշխատում եմ յուրաքանչյուր հանդիպումը ավարտվի երգով, նամանավանդ որ մենք ունենք Գյումրիում գործող տարեցների երգչախումբ ու մասնակիցների մի մասը հաճախում է նաև հիշողության սրճարան, ու մենք այդպես ամեն հանդիպում ամփոփում ենք գեղեցիկ երգով, հիմա էլ երգում ենք Գյումրու մասին Շիրազի նվիրված բանաստեղծության հիման վրա երգը։ Պատրաստվում ենք, որպեսզի մեր տոնական 8-ամյակին զարմացնենք եւ հիացնենք մեր հյուրերին։ Իսկ ինչ մեթոդներով եք աշխատում, ընդհանրապես ոչ միայն Արցախից եկած մեր հայրենակիցների, այլև 60-ից հետո 70 եւ ավելի տարիքի մարդկանց հետ։ Եթե անդրադառնանք կազմակերպությանը, հենց անունը ինքը հուշում է, Ալցեգեյմերի խնամք Հայաստան, ինքը ենթադրում է, որ տարեցների հետ աշխատանքի, ովքեր ունեն խնդիրներ հիշողության հետ կապված, որոշ մարդկանց մոտ նաև զարգացող դեմենցիա եւ ծրագրի ամբողջ նպատակն է կանխարգելել դեմենցիան, ինչը իրենից ենթադրում է այս տարիքի մարդիկ, ովքեր ունեն 60 եւ բարձր տարիքի անձիկ, ունեն հիմնականում հիշողության հետ կապված խնդիրներ։ Եվ ամբողջ ծրագիրը իհարկե շատ բազմազան է լինում, բայց կարմիր թելով միշտ անցնում են այն խաղերը, որոնց նպատակն է մտքի զարգացումը, այնպիսի խաղեր, որոնք ուղղված են հիշողության զարգացմանը։ Նաև յուրաքանչյուր հանդիպում ունենում ենք մի բաց կամ անավարտ նախադասություն, որը իրենց տանում է դեպի իրենց մանկություն, երիտասարդություն, եւ վերնագիրն էլ է դա, հիշողության սրճարան։ Ունենում ենք մի բան, որտեղ հիշում ենք մեր լավագույն տարիները։ Եվ եթե հիշողության սրճարանն է բնութագրենք, ինքը ինչ է։ Մի վայր, որտեղ մարդիկ հավաքվում են, հասակակիցներ, ովքեր հնարավորություն են ունենում շփվելու, ինչ որ նոր հմտություններ ձեռք բերելու, զարգանալու, միմյանց հետ որոշակի մտքեր կիսվելու ու ամենակարևորը իրենց անցյալի փորձը նաև ներկայացնելու, արժևորելու այն ուղիները, որ իրենք անցել են։ Եթե ընդհանուր ամփոփենք, քանի որ լինելով մասնագետ, հիմնականում կիրառում եմ տարբեր հոգեբանական մեթոդներ, պրոյեկտիվ մեթոդներ, մանդալա թերապիա, ասոցիատիվ քարտեր, որոնք ամբողջ ուղղված է իրենց ներսի հույզերը դուրս բերելուն, մտքերի հետ ծանոթանալուն, ինչու ոչ նաև վերափոխելուն։ Շատ հաճախ կիրառում ենք արտ-թերապիաներ, որը ոչ միայն հանգստացնում է, այլ նաև այդ աշխատանքը գույների հետ իրենց մոտ նոր մտքեր է բերում, տրամադրություններ է ստեղծում, որը հենց ընդհանուր որ ամփոփվում է, դառնում է շատ գեղեցիկ մի հանդիպում, որը լի է եւ հիշողություններով, եւ հետաքրքիր ժամանցային խաղերով, իսկ ամենավերջում ամփոփելով երաժշտական տրամադրությամբ ստացվում է, որ 2 ժամ դու ունեցել ես հագեցած հանդիպում եւ բարձր տրամադրությամբ այսպես հեռանում ես հետ գալու ակնկալիքով։ Այո, սպասումով հաջորդ դասին հանդիպմանը։ Լուսնա, ինչն է հետաքրքիր, Արարատի դեպքում մենք մի յուրահատուկ օրինակ ունենք, երբ քաղաքային սրճարաններից մեկը մեզ հյուրընկալեց, անվճար տրամադրեց տարածքը, որպեսզի Արցախից եկած մեր հայրենակիցները տարեց մարդիկ ժամանակակից միջավայրում գեղեցիկ տեղում մի բաժակ միասին սուրճ խմելու հնարավորություն ունենան։ Ես ուզում եմ, որ դուք այդ հարաբերության մասին նաև խոսեք, որ այդ օրինակը, որ մենք ունենք Արարատում, վարակիչ լինի մեր բոլոր քաղաքային համայնքների համար, որ բիզնեսն էլ չէ որ բիզնեսմենները իրենք ծնողներ ունեն, իրենք էլ սոցիալական պատասխանատվություն ունեն, եկեք պատմենք այս հաջողության պատմությունը, որպեսզի մյուսներն էլ վարակվեն սրանով։ Ուզում եմ նշենք, որ մենք սրճարան իրականացնում ենք Արարատ քաղաքի հին հեքիաթ սրճարանում։ Սրճարանը հատուկ է, քանի որ ունի եւ մանկական տաղավար, եւ բացօթյա, եւ փակօթյա, եւ այնքան հետաքրքիր է, որ սրճարանի տնօրենը Տիկին Հասմիկը ինքն այնքան հոգատար է, որ երբ որ տեսնում է մի փոքր քամի է, ասում է ներսում պետք է պարտադիր հանդիպենք, հա, երբ որ տեսնում է արևոտ է, գեղեցիկ է, դրսում է արդեն սեղանները պատրաստ պահում մեզ համար։ Սա հատուկ է, կարծում եմ Արարատի ժողովրդին, քանի որ իրենք շատ հյուրընկալ են, շատ բազմազբաղ առօրյա ունեն ու շատ են կիսում մեկը մյուսի ցավը եւ իմանալով ծրագրի մասին, որ այնտեղ հավաքվելու են նախ տարեցները, հետո հասկանում ենք, որ բոլորս էլ մի օր տարեց ենք դառնալու եւ ունենալու ենք այդ հոգատարության կարիքը, անվճար տրամադրել է տարածքը եւ մենք էլ այնտեղ շատ հետաքրքիր ու սիրուն ժամանց ենք ունենում, մեկ-մեկ ստացվում է այնպես, որ անգամ սրճարանի աշխատակիցները հետաքրքրությամբ մոտենում են եւ փորձում են ներգրավել աշխատանքների մեջ, զրույցին խառնվել եւ այլն։ Այսինքն ունենում ենք այն միջավայրը, որտեղ մարդիկ ներգրավում են եւ արցախցիները, որոնք արդեն իրենց համարում են նաեւ Արարատի մի մասը, եւ տեղացիները,
Հուսանք հետագայում նաև կունենանք տեղացիների այդպիսի սրճարաններ։ Բոլորիս նպատակն էլ այն է, որ հանրապետության բոլոր քաղաքներում ամենօրյա սկզբունքով տարեցները մեր ավագ սերունդը գնալու տեղ ունենա։ Հագնվի այդ օրը, գնա եւ լինի մի վայր, որտեղ դռները բաց իրեն կսպասեն։ Շաբաթը մեկ իհարկե լավ է, բայց պիտի լինի, ձգտում ենք, որպեսզի լինի ամենօրյա։ Արմենու, դուք խոսեցիք դեմենցիայի կանխարգելման անհրաժեշտության մասին։ Երբ որ մարդիկ գալիս են, դուք ինչ որ կերպ կարողանում եք տեսնել, հասկանալ մարդը ունի հիշողության հետ կապված խնդիր եւ ոչ միայն հիշողության, ճանաչողական այլ գործառույթների հետ կապված, տարածքում չի կողմնորոշվում կամ հիշողությունը, գույները, բառերը, որևէ տեսակի խնդիր կարողանում եք արձանագրել։ Առաջի անգամ երբ որ գալիս է հիշողության սրճարան, մասնակցի հետ իրականացվում է մոկա թեստ, որը կազմված է մի քանի բաժիններից եւ ստուգվում է տրամաբանական միտքը եւ կարճատև երկարատև հիշողությունը, ինչպես նաեւ պատկերի ընկալում վերարտադրում, այսինքն ինքը կազմված է մի քանի բաժիններից, որտեղ ցույց է տալիս տվյալ անձը, շահառուն, ինքը արդյոք ունի հիշողության հետ կապված խնդիրներ, թե ոչ։ Օրինակ ունենք դեպքեր, որ հիշողության հետ կապված խնդիրներ ունենք, անգամ կարճատև հիշողությունը զարգացած չէ, բայց տրամաբանությունը բավականին լավ է։ Ունենք մասնակից, որ ամբողջ թեստը լիարժեք կատարում է, այսինքն խնդիր չունի դեմենցիայի, բայց ինքը կարիք ունի հասակակիցների հետ շփման եւ իր նախաձեռնությամբ եւ մեր թույլտվությամբ սիրով հաճախում է։ Միջին տարիքը կարող եք ասել մասնակիցների կամ թեկուս ամենամեծ տարիքով մասնակիցը եւ փոքրը։ Ներկա պահին Գյումրիում գործող հիշողության սրճարանի ամենամեծ մասնակիցը 86-ամյա է, իսկ ամենաերիտասարդը 65։ Իսկ գալիս են ուղեկցողների հետ, թե միայնակ իրենք կողմնորոշում են, տեղը գիտեն, հեշտությամբ հասնում են։ Բոլորը միայնակ են գալիս կամ արդեն խմբավորված, բայց կարիք չունեն խնամակալի, որպեսզի իրենց ուղեկցեն։ Իրենք ինքնուրույն գալիս են։ Եվ սիրում են, եւ սպասում են։ Եվ սպասում են, եւ մեր հաճախման վայրի դիմաց են սպասում, հավաքվում են ընկերներով նոր միասին ներս են մտնում։ Հրաշալի։ Լուսինե, անդրադառնալով Արցախցի մեր հայրենակիցներին, կուզեի իմանալ, թե ինչով է առանձնահատուկ այս խումբը։ Եթե չեմ սխալվում, ազգականներ կան, ընտանիքներով են գալիս մարդիկ, նաև մեկը մեկին խրախուսելով, մեկը մեկի հետ, մեկը մեկին բերելով, մեկը մեկի խաթր, չէ։ Մի զավեշտալի դեպք պատմեմ, գնացել էի արդեն իմ անհրաժեշտ ցուցակով, թե ովքեր են այդ օրը ներկա լինելու, ովքեր են մասնակցելու եւ տեսնում եմ 2 հոգի ավել մարդիկ են նստած ու մասնակիցներից մեկն ասում է քայլում էր փողոցով բռնեցի բերեցի, որովհետեւ այստեղ հետաքրքիր է, ուզեցի ինքն էլ մասնակցի։ Այո, մենք ունենք ընտանիքներ, ունենք ամուսինը, կինը եւ բերում են նաեւ իրենց զոնքաչին, կնոջ մորը, ունենք ամուսինը, կինը եւ իրենց քենին, հա, ընտանիքներով են գալիս, ունենք զույգեր հենց ամուսիններով են գալիս ու շատ հետաքրքիր է լինում, երբ որ հիշողության վերաբերյալ աշխատանքներ ենք իրականացնում, գնում ենք դեպի երիտասարդություն շատ հետաքրքիր դեպքեր են բացահայտում, որովհետև երբ որ մեկն ուզում է չափազանցված ինչ-որ տեղեկություն պատմել կամ մի փոքր ուզում է տխրություն բերի, անմիջապես մեկը մյուսին սաստում են, մեկը մյուսին օգնում են, որ այդ հիշողությունը ճիշտ թվերով ասի, ճիշտ դեպքերով ասի եւ շատ հետաքրքիր դեպքեր ենք ունենում։ Ունեցանք մեկ հանդիպում, քննարկում էինք մեր առաջի սերը ու ամուսիններ էին նստած եւ ասում էինք արդյոք այնպես ստացվեց խոսակցությունը, որ առաջի սերը չհամընկավ, որ մեկը մյուսին սեր պետք է խոստովանեին, կինը ամոթխած մտածեց, թե ամոթ կլինի որ ասել ու տղամարդը հանգիստ մեր մասնակիցներից մեկն ասեց. «Ինչ կա դրա մեջ դժվարության, ասա ես քեզ սիրում եմ, Լենորա»։ Ու շատ հետաքրքիր է ստացվում ամեն հանդիպումն այդպես հուզառատ է, սիրաշատ է ու հետաքրքիր է։ Լուսնե, օգտվելով արդից եկեք օրը, ժամը, ինձ թվում է վայրը բոլորը կհիշեն, հին հեքիաթ, հենց հին բառն էլ կարծես թե համընկնում է, բայց ավելի գրավիչ է։ Օրն ու ժամը, երբ կարող են մոտենալ ձեզ, եթե մարդիկ լսում են մեզ, Արարատի մարզում, մասնավորապես Արարատ քաղաքում եւ ցանկություն կունենան գալ։ Եթե ուզում եք գալ մեր հանդիպումներին, մենք գործում ենք շաբաթ օրերին, ժամը 11-ից մինչև 1-ը, աշխատանքը 1-ից հետո հնարավոր է նաև շարունակվի, բայց սկսում ենք ժամը 11-ին եւ հիմնականում ավարտում ենք ժամը 1-ին։ Հին հեքիաթ սրճարանում։ Արմենուհի, իսկ
Գյումրիում մարդիկ ավելի ազատ են, մենք արդեն դրա մասին խոսեցինք, նույնիսկ առանց ուղեկցողի են գալի, բայց մյուս մարզերում ունենում ենք պատկեր, ունենում ենք երևույթ, երբ որ զավակները երբեմն չեն խրախուսում, որպեսզի իրենց ծնողները, տատիկ-պապիկները, թոռները գնան ինչ-որ միտեղ զբաղվեն իրենց հաճելի զբաղմունքով, չգիտեմ ինչ մտավախություն են, բայց այս երևույթը կա, դրա մասին խնդրում եմ, որ խոսեք։ Այո, այլ մարզերում Գյումրիում էլ ունեինք մասնակիցներ, ովքեր չկարողացան մեզ միանալ, պատճառը հետևյալն է, թոռնիկներին են խնամում, այսինքն տանը մեկը պետք է լինի, որ տնային գործերով զբաղվի, կամ գուցե եւ աշխատում են որդիները եւ հնարավորություն չկա ծնողին ուղեկցելու նմանատիպ վայրեր, բայց մեր մասնակիցներից եւս ունենք բազմազբաղ տատիկներ, պապիկներ, բայց իրենք ինչ են ասում, սա այն ժամանակն է, որը ես պետք է հատկացնեմ ինձ։ Ու իրենք այդ օրը այնպես են հարմարացրել, որ հարսիկն է շուտ գալիս կամ ինչ-որ այլ կերպ դասավորում են եւ գալիս են մեզ մոտ։ Բայց եղել են, որ թոռնիկների հետ են եկել ու էլի շատ հետաքրքիր է անցել, երբ որ թոռնիկը տատիկի հետ նույն թեմայի շուրջ քննարկում է անում ու թոռնիկները զարմանում են, թե վաու, տատիկներն էս ինչեր են անում, տատիկներն է զարմանում են, թե թոռնիկներն ինչքան հասուն են, որ կարող են մեծական թեմաների մեջ շատ հետաքրքիր գաղափարներ ասել։ Այս ծրագրերի նպատակը ինձ թվում է Օֆելիա ջան մի բանում է, որպեսզի մեր տարեցները հասկանան, որ 65-ից հետո կյանքը կարող են շարունակել, ինչպես մեր հաղորդումն է, երկրորդ շնչառություն, այսինքն այս դեպքում էլ իրենք ազատ են։ Աշխատանքի չեն գնում ամբողջ օրը, կարող են տրամադրել իրենց։ Իսկ այս 2 ժամը, որ գալիս են մեզ մոտ, ինքը հնարավորություն է տալիս սոցիալականացվելու։ Ինչու ոչ յուրաքանչյուր հանդիպումից մի բան սովորելու, հավես ժամանակ անցկасնելու, որակյալ ժամանց անցկасնելու եւ ձեր ասածի պես այդ օրեն, որ գեղեցկանալու ու տանից դուրս գալու, այսինքն դու այդ 2 ժամը նվիրում ես ինքդ քեզ։ Մնացած 24 ժամից այդ 22 ժամը կարող ես նվիրել ընտանիքիդ, բայց այն 2 ժամը շատ կարևոր է, որ դու քեզ տրամադրես։ Ինքը թարմություն է պարգևում, երկրորդ երիտասարդություն է պարգևում։ Եվ ինչն եմ նկատել, երբ որ համեմատում եմ հիշողության սրճարան կալացող մեր ավագ սերնդի ներկայացուցիչներին, իրենք էապես տարբերվում են իրենց հասակակիցներից, ովքեր չեն գալիս։ Տնային տատիկներից։ Եվ կենսուրախ են, եւ ավելի զարգացած են, եւ նախաձեռնող են։ Շատ հարցերում երիտասարդներից շատ մոտիվացված են։ Իսկ ինքը ինչ է տալիս, հնարավորություն է տալիս շարունակել կյանքը ավելի երջանիկ ու ինչու ոչ ավելի երկարակյաց լինել։ Առողջ ու ակտիվ ապրել, որովհետև տարիները տրված են։ Ես գիտեմ, որ բացի ձեր ընթացիկ, այսպես ասած, դասերից, պարապմունքներից, նաև արտագնա հանդիպումներ են լինում, այցեր, մշակութային օջախներ, կուզեի դրա մասին էլ խոսեք։ Գյումրիում այդ առումով շատ ակտիվ ենք ու թելադրողը հենց մեր մասնակիցներն են, ովքեր շատ են սիրում տարբեր վայրեր այցելել եւ ունենալով նաև քաղաքում բարերարներ, ինչու նաև ընկերներ, ովքեր տարբեր կառույցի ղեկավարներ են, այդ հնարավորությունը մեզ տալիս են։ Մենք միասին այցելել ենք եւ կինոթատրոններ, եւ թատրոններ, ինչու ոչ թանգարաններ, նաեւ կազմակերպության ղեկավարի հովանավորությամբ իրականացրել ենք վերջում Հովանես Հովանեսյանի տուն թանգարան, հաճախել ենք Գյումրիում գործող շատ հետաքրքիր մի թանգարան, Թարսուշի տակ, բառը հենց հուշում է, այն ինչը պետք է լինի հատակին առաստաղին է, այն ինչը պետք է լինի առաստաղին հատակին է, բայց ինքը ինքանով էր հետաքրքիր, որ ամբողջը ԽՍՀՄ-յան շրջանի կահույկով էր կահավորված եւ դա էր իրենց շատ հետաքրքիր, երբ որ մտնում էին խոհանոց, ասում են՝ «Վայ, ես սրանից ունեմ», մտնում էին հյուրասենյակ եւ ասում են՝ «Վայ, պատի խալուց ես էլ ունեմ», այսինքն սա էլ ինչ-որ ձև ասոցիացիա էր դեպի իրենց հիշողությունների։ Մասնագետներն ասում են, որ նախկինում լսած երաժշտությունը լսելը, նախկինում ինչ-որ մի հմտությունը կամ ինչ-որ մի գործը, անգամ կահույքը, ցանկացած հիշողություն բարի լավ ժամանակներից խթանում է մարդու ուղեղի աշխատանքը, իսկ դուք ինչ պլաններ ունեք եւ ինչ եք արդեն հասցրել անել, հաշվի առնելով, որ համեմատաբար նոր է Արարատի աջակցության սրճարանը։ Մեր խումբը նոր է, բայց պակաս ակտիվ չէ, քանի որ մենք էլ ունեցել ենք էքսկուրսիաներ, հենց քաղաքի ներսում առաջի էքսկուրսիան եղավ, որպեսզի հասկանանք խումբն արդյոք կարող է մի տեղ գնալ, հա, իրար հետ կկարողանանք որպես խումբ ինչ որտեղ ճամփորդել։ Ճիշտ մանկապարտեզի պես, չէ՞, մի անգամ տանենք, տեսնենք կգնան տարածքում, տեսնենք կհաջողվի թե չէ, գնացել ենք Արարատի Սուրբ Աստվածածին եկեղեցին եւ այնտեղ ենք առաջի այդպես պտույտն ունեցել, երկրորդը արդեն եկել ենք Էջմիածին եւ այնտեղ շատ հետաքրքիր ժամանակ ենք ունեցել, քանի որ բացում էր մեր սրճարաններից մեկի եւ մենք էլ որպես խումբ
farming ցանկացած մեր խմբի առաջընթացներին այցելել ենք եկեղեցիներ, այցելել ենք Մաչանեստուն թանգարան, որտեղ մեր տարեցներն էլ տեսան շատ-շատ հին աշխատանքային գործիքներ, հին ձեռագործ իրեր եւ իրենք էլ շատ հիշողություններ նորից վերապրեցին ու ինձ որպես երիտասարդ սերնդի ներկայացուցիչ պատմում էին թե որ գործիքն ինչի համար են օգտագործել, ով էր իրենց դա սովորեցնում, ինչպես էին դա առհասարակ բանեցնում այդ գործիքը, եւ այդպես էլի շատ-շատ հետաքրքիր էր ու մեկ տարեցից ունեցանք այսպիսի կարծիք, որ ինչը որ չէի տեսել այսօր տեսա եւ ինչը որ չէի համտեսել այսօր համտեսեցի ու դա երևի ամենաբավարարող գործոնն ու կարծիքներն են որ կարելի է լսել թե որպես մարդ թե որպես մասնագետ։ Անդրադառնալով Alzheimer խնամք Հայաստան կազմակերպության առաջիկա ծրագրերի համար ես գիտեմ որ հավակնոտ են ծրագրերը մենք համատեղ ենք իրականացնում որն է որ հարկ կհամարեք նշել։ Տեսնում եք մեր ծրագրերը շատ բազմազան են, բայց գլխավորներից մեկը կարող ենք առանձնացնել այն է որ Alzheimer-ի խնամք Հայաստան կազմակերպությունը իր գործընկեր բժշկական տարբեր կենտրոնների հետ ցանկություն ունի առաջիկայում նախաձեռնել մի այսպիսի նախաձեռնություն, որի իմաստը հետևյալն է. Հայաստանում Alzheimer հիվանդություն ունեցող բոլոր մեր պացիենտներին ունենալ մեկ վայրում, այսինքն ստեղծել մի ռեգիստր, որտեղ կլինեն բոլոր հիվանդների տվյալները։ Ես գիտեմ, որ դուք փորձառու հոգեբաններ եք, նաև դեռահասների հետ եք աշխատում, նաև երեխաների հետ, ընտանիքների հետ, իսկ արդյոք տարեցների հետ աշխատանք ունի դժվարություն կարող ենք ասել նաև առանձնահատկություն։ Եթե մենք երիտասարդների կամ դեռահասների հետ շատ հիմնվում ենք ուժեղ կողմերի վրա եւ կյանքի նպատակներ դնելով շատ խնդիրներ կարողանում ենք ավելի լուսավոր տեսնել եւ ավելի հեշտ լուծումներ գտնել, տարեցների դեպքում նամանավանդ Արցախից բռնի տեղահանված տարեցների դեպքում դա մի փոքր դժվարությամբ է աշխատում, որովհետև կարծես թե ապագա կյանքի գիծը ինչ որ մի ձև ընդհատված լինի եւ իրենք նպատակներ դնել, իրենց ուժեղ կողմերը բացահայտել շատ դժվարանում են, որովհետեւ կարծես մեղքի զգացում լինի փոքր, որ երբ որ ես ասեմ ուժեղ եմ, ոնց որ թե մոռանում եմ թե ինչա կատարվել ինձ հետ։ Ամեն մեկը ունեն այնպիսի կորուստներ, որոնք կարծես թե իրենց այսպես պահում են ու չեն թողնում, որ իրենք անգամ 5 րոպե լիաթոք ծիծաղեն։ Եվ երբ որ այդպիսի պահեր են ունենում, հետո մեղքի զգացումով ասում են ոյ բարձր ծիծաղեցի, այս ինչ վատ բաներ եւ այլն։ Ու մենք փորձում ենք աշխատանքի ընթացքում այնպես անենք, որ այդ մեղքի զգացումը չլինի, որովհետեւ բավ է։ Ինչքան որ տանջվեցինք եւ խոսեցինք տանջանքի մասին, մի փոքր պետք է փոխում, այլ ընդհակառակը ուժեղ լինելով, վերապրելով։ Իհարկե, մի փոքր պետք է։ Ես կուզեի նաև խոսել մեր ուղեկցողների մասին։ Մենք ունենք այնպիսի տարեցներ, ովքեր որ տեսողության խնդիր ունեն, շարժողության խնդիր ունեն, դժվարությամբ են գալիս եւ հիմնականում իրենց թորնիկներն են բերում եւ մեր առաջի կամավորին հենց այդպես են գտել մենք տատիկին ուղեկցելով սրճարան, լինելով այդ ամբողջ կազմում շատ մեծ հետաքրքրություն է ունեցել ծրագրի նկատմամբ եւ փորձում էր անամեն գնով ոչ միայն իր տակտիկին օգտակար լիներ, որպես հայ եւ արցախյան բարբառի թարգմանիչ, այլ նաեւ բոլորին եւ այդպես մեծ օգուտ է բերում ծրագրին հենց Արարատի մարզում, Արարատ քաղաքում տեղի ունեցող սրճարանի շրջանակներում։ Հրաշալի է, սա էլ է օրինակ երիտասարդներին, ապագա բուժքույրերին եւ ընդհանրապես, որպեսզի գան ոչ իրենց տատիկների համար, բայց մեծ հաշվով տատիկների համար մի բաժակ սուրճ դնեն, մի բանով օգնեն, հեռախոսի մեջ մի բան փնտրելու, սա էլ պիտի դառնա սովորություն մեր հասարակության մեջ, սերունդների կապի տեսակետից էլ։ Միայն առանձնահատկություններից կուզենայի նշել այն, որ աշխատանքը պետք է այնպես կազմակերպել, որպեսզի յուրաքանչյուրը լինի լսելի, յուրաքանչյուրը զգա, որ ինքը այդտեղ հարգված է, որ յուրաքանչյուրի կարծիքը այդ պահին գնահատված է եւ իրենց հարաբերություններում ստեղծվի այդ ջեր մթնոլորտը։ Եթե այդ ամենը ապահովում ես, ամեն ինչ դառնում է ուղղակի հրաշալի։ Շատ լավ է, լուսավոր պատմություններ են բոլորին, որ լսում են մեզ, որ թեկուզ չեն կարող են որպես հյուր այցելել բոլոր սրճարանները այս կազմակերպության, տեսնել թե ինչ հետաքրքիր է անցնում եւ իրենք էլ իրենց տեղը, եթե հարմար են աշխարհագրորեն, ամրագրել այնտեղ։ Շնորհակալություն, որ եկաք։ Մենք ենք շնորհակալ հրավերի համար։
Ակտիվ եղեք, լսեք մեզ Հանրային ռադիոյի amradio.am կայքում դիտեք հաղորդումը։ Բաժանորդագրվեք երկրորդ շնչառության YouTube-ի ալիքում։ Փնտրեք եւ գտեք մեզ TikTok-ում, Instagram-ում, Facebook-ում։ Գրեք ձեզ ուզող հարցերի մասին։ Մենք դրանց անպայման կանդրադառնանք հաջորդ թիվ։ Առողջ ու երկար կյանք եմ մաղթում։